Բարի երեկո, մարդկային մի տեսակ կա, որի մտածողություն հասկանալ ուղղակի անհնար է։ Այն հասկանալու համար պետք է հենց այդ մարդը լինել, ու եթե դու այդ մարդը չես, ապա ոչ մի շանս չունես լիարժեք հասկանալու նրա մտածողությունն ու դրանից բխող քայլերը։ Լավագույն վկայությունը հենց այսօրվա դեպքն էր, երբ հայտնի դարձավ, որ ոմն ակտիվիստ Վահան Մարտիրոսյան անուն ազգանունով քաղաքական ապաստանի խնդրանքով տրվել է հարևան Ադրբեջանի իշխանություններին ոտքով, գլխով ու մարմնի մնացած բոլոր մասերով, որոնցից որոշները հաստատ ադրբեջանցիների դուրը կգան։ Ադրբեջանում ամենաիսկական էյֆորիա է։ Հայաստանից քաղաքացիական ակտիվիստ է ապաստան խնդրել Ադրբեջանում։ Ադրբեջանում տեղի ունեցածը դիտարկում են որպես քաղաքական շախ եւ մատ Հայաստանին։ Այն պարզ հիմնավորմամբ, որ եթե աշխարհը ելել է Ադրբեջանի շալակն ու չի պատրաստվում իջնել մարդու իրավունքների, քաղաքական ու քաղաքացիական ազատությունների ոտնահարումների համար, իսկ Հայաստանը նույն այդ չափանիշներով բավական պատկառելի առաջընթաց է արձանագրել, ապա հիմա փախած ակտիվիստից հետո Իլհամը առավոտը ֆենած բեղերի տակից քմծի ցաղտալով հանգիստ կարող է ասել, բայց իմացաք, ժողովրդավար Հայաստանից մարդիկ քաղաքական պատճառներով ոչ ժողովրդավար Ադրբեջան են փախչում։ Ֆորմալ առումով սխալ էլ ասած չի լինի, քանի որ ակտիվիստն իսկապես գոյություն ունի եւ նա իսկապես ակտիվիստ է եւ հետո իսկապես Ադրբեջան է փախել։ Այսինքն ամեն ինչ ճիշտ է, բայց միայն ֆորմալ առումով, քանի որ բոլորն էլ հասկանում են, այդ թվում նաեւ Իլհամը, որ խոսքը սովորական դավաճանի մասին է, կեղտոտ մի արարածի, որը ոչ մի սրբություն չունի եւ որի նմաններին աշխարհի ցանկացած երկրում, լինի դա զարգացած քաղաքակիրթ, թե երկիր, որտեղ դեռ մարդու միսը նորմալ կերակուր է համարվում, պատժում են հնարավոր ամենախիստ պատիժներով։ Այսինքն դրա նմանները համարվում են մարդու ամենակեղտոտ տեսակը, որոնց պետք է մեկուսացնել հասարակությունից, իսկ որոշ դեպքերում անգամ ուղղակի վերացնել եւ վերջ։ Միայն այն հանգամանքը, որ այդ երևույթը քաղաքական ապաստանի համար Ադրբեջանն է ընտրել, ակնհայտ է դարձնում, որ այս ամբողջ շոուն վաղուց եւ խնամքով կազմակերպված է եղել, ամենայն հավանականությամբ նաեւ Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների ակտիվ մասնակցությամբ։ Չի կարող գոնե 1 գրամ ուղեղ ունեցող մարդը քաղաքական հետապնդումներից փախչելով ապաստան խնդրել մի երկրում, որը թշնամի համարում բոլոր հայերին եւ որը ժամանակակից աշխարհի ամենակոշտ բռնապետություններից մեկն է համարում։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Եվրոպա կա, Ամերիկա կա, Կանադա, երկրներ, որտեղ քաղաքական ապաստանների համար հրաշալի պայմաններ են ստեղծում, իսկ մեր եզը վերցրել ու Ադրբեջանին է տրվել, ինչն անելու համար նրան ակնհայտորեն շահագրգռել են։ Ընդ որում, այնպես, որ երկրորդ տարբերակի, ասենք Ֆրանսիա կամ Գերմանիա տեղափոխվելու մասին մտածելն անիմաստ է դարձել։ Կոպիտ ասած, եթե Եվրոպայում նա պետք է 1 սենյականոց բնակարան ստանար, ամեն ամիս էլ մի 1000 եվրո գումար, ապա Ադրբեջանի պարագայում նրան այնպիսի բաներ են խոստացել, որ ընտրությունը միանշանակ է դարձել։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Վահան Մարտիրոսյանի փախուստը Հայաստանից խիստ ձեռնտու է եղել Ադրբեջանին, ձեռնտու այնքան, որ այնտեղ պատրաստ է եղել սարեր խոստանալ նրան։ Այսինքն Վահան Մարտիրոսյանը պրոյեկտ է, ծրագիր, ինչ որ մեկի գծագրած սխեմա, որը պետք է ինչ որ դիվիդենտներ բերի Ադրբեջանին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Վահան Մարտիրոսյանը ընդամենը գործիք է, իր, առարկա, պոլիփեդ, փալաս, ինչ որ բան, որն օգտագործելով ինչ որ հարց են լուծում։ Իսկ սա էլ նշանակում է, որ նրան նույնիսկ եզ անվանելը մեծ սխալ կլինի, մանավանդ որ եթե այդ երևույթներն Ադրբեջանին է տվել, լավագույն դեպքում նա կարող էր ուրիշ կենթանու տիտղոսի հավակնել, լրիվ ուրիշ կենթանու, որն այլևս Հայաստանում չէ։ Համե ոչխար եմ կորցրել, ոչխար չեք տեսել։ Բարձրացա։ Ասում եմ թե լսեցիր։ Լսեցի։ Ոչխարը լսեցիր։ Ոչխարն ինչ։ Բայց ինձ թվում է, որ այս ամբողջ աղմուկ աղաղակը կապված Վահան Մարտիրոսյանի փախուստի հետ մի փոքր ուռճացված է, կամ գոնե պետք չէ դրանից ողբերգություն սարքել, շատ բարձ պատճառով։ Պատկերացրեք մի իրադրություն, երբ դուք եւ ձեր հարևանը իրար հետ թշնամի եք։ Հիմա, եթե տանը աղբ ունեք, որից շատ վատ հոտ է գալիս, ու դուք կարողանում եք այնպես անել, որ այդ աղբը թաքուն տանեք ու հարևանի տանը դնեք, պետք է որ հոգեկան բավարարվածության զգացողություն առաջանա ձեզ մոտ։ Նույն բանն է եւ ավելին։ Մեր դեպքում աղբն ինքն իր ոտքով է գնացել հարևանի տուն։ Այդ թող գարշահոտությունն էլ հարևանը վայելի։ Առողջ եղեք։